Վարազդատ Լալայանը վերահաստատում է իր տոտալ առավելությունը Եվրոպայում։ Մեր մարզիկը ոչ միայն մրցակցությունից դուրս էր, այլև ուներ այնքան մեծ առավելություն, որ թիկունքում մրցակիցների շունչը անգամ չէր զգում։ Պոկուն վարժությունում նա պայքարը սկսեց 200 կիլոգրամից, այն ժամանակ, երբ բոլորը ավարտել էին իրենց ելույթները։ 200-ից հետո Վարազդատն իրեն ենթարկեց արդեն 210 կիլոգրամանոց ծանրաձողը, փչրելով մրցակիցների նույնիսկ թաքուն հույսերը։ Պոկել Անգնում է Լալայանը հիասքանչ է 210 կիլոգրամ և Հայ մարզիկը 18 կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված մրցակցին ու արդեն կասկած անգամ չկար, որ նա է չեմպիոնը։ Հրում վարժությունում Վարազդատը կրկին մեկ գլուխ բարձր էր մրցակիցներից, մեկ մոտեցումն էլ բավարար էր չեմպիոնությունն ամրագրելու համար։ 241 հրում և երկամարտի 451 կիլոգրամով մեր հսկան Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Եվ երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն։ Նա գնաց նաև Եվրոպայի ռեկորդի հետևից, այս անգամ չստացվեց, բայց դա ժամանակի հարց է։ Երրորդ չեմպիոնությունը Եվրոպայում և Ալախաձեն անձամբ հանձնում է մեդալը։ Չեմ առանձնացնում այս մեդալը, իմ համար բոլոր մեդալներն թանկ են, իմ կյանքից, իմ ուժից, իմ ամեն ինչից մի հատ մասնիկ է, որ ձեռք եմ բերում։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ առաջինն է նաև թիմային պայքարում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն,